Շինանյութի իհարկե անհնար է։ Հոմշին խանութ սրահում կգտնեք ամեն ինչ վերանորոգման համար։ Ներսի ու դրսի դռներ, պաստառներ, սանիտարական կերամիկա, սալիկներ, լամինատ, ջահեր, հայելիներ, էլեկտրասնուցման և ջեռուցման համակարգեր։ Երազանքը նպատակ։ Հոմշին։ Մենք ուտում ենք միայն բրենդ, որի անունն է Nairi Land։ Բորիսովկա ընկերությունը գտնվում է Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում։ Մենք համագործակցում ենք ավելի քան 100-ից ավել գյուղացիական տնտեսությունների հետ։ Մասնագիտացած է եվրոպական տեսակի այնպիսի պանիրների արտադրությամբ, ինչպիսիք են պիցցայի մոցարելա, աղանդների մեջ օգտագործվող թարմ մոցարելա, բուրատա, կամամբեր, սուլուգունի, ինչպես նաև անարատ կաթի սերուցքից ստացված կարագ։ Մեր թարմ ու անարատ տեսականին Սյունյաց աշխարհից ձեր սեղաններին։ Անուշիկս արդեն գալիս է։ Ինչ կցանկանայր որ բերեի։ Ուրեմն տակ, կբերես հյուսիսատլանտյան լոսոս, թայլանդական բրինձ, կաղամ բրոկոլի հունգարական, ֆրանսիական գինի կվերցնես, աճափի բերքից, ու 90 թվից վերև չլինի, ու ալյուր չմոռանաս։ Իսկ ինչ ալյուր, Կանադայի հարավում աճեցրած սորենի ամուր տեսակներից ալյուր։ Ոչ քաղցրս, մարանիկ ալյուր։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մարանիկ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում համի գաղտնիք հաղորդումն է, ձեզ հետ եմ ես, Ֆելիքսը։ Այսօր միասին պատրաստելու ենք ասիական խոհանոցից տապակած բրնձով տավարի միս, սոյայի սոուսով եւ բուլղարական պղպեղներով։ Ինչ համար մեզ անհրաժեշտ է տավարի միս, պապկա միս, օգտագործելու ենք Մարանիկ ընկերության բարձրորակ բրինձը, օգտագործելու ենք մեր գործընկեր Բարիսովկա ընկերության անարատ կաթից պատրաստած ստրատաչելա տեսակի պանիրը, օգտագործել ենք բանջարեղեններ, չերի լորի, բուլղարական պղպեղ, սոխ, սխտոր եւ ռուկոլա։ Մեր գործողությանը մեզ ամենասկզբում անհրաժեշտ է բրինձ, բրինձը հարկավոր է լավ լվանալ, որպեսզի միջի օսլան կարողանա կանջատվել բրինձից։ Մոտ 2-3 ջուր անընդհատ փոխում ենք, որպեսզի մեջի ամբողջ օսլայի պարունակությունը դուրս գա։ Եվ կարող եք արդեն տեղափոխել ջրի մեջ, անպայման ջուրը աղ ենք անում, որպեսզի բրինձը համով լինի։ Եվ եփելու ընթացքում մի քանի թեյի գտալ սոյայի սոուս ենք ավելացնում ջրի մեջ, բրինձը խաշելուց առաջ։ Բրինձը տեղափոխենք։ Այդ ընթացքում անցնենք մեր մսի մշակմանը։ Անազնացնենք այսպես ջլային բոլոր մասից, թողենք միայն տավարի մսի ֆիլեն։ Օգտագործելու ենք
մեջքի ֆիլեի մասը, որպեսզի հապուկ եւ համեղ լինի մեր ուտեստը։ Այսպես մի քանի բարակ կտորների ենք մասնատում։ Իսկ դրանից հետո արդեն այսպես երկար շեղ կտրվածքով մեր միսը կտրատում ենք։ Փորձում ենք միանման հավասար կտրվածք անենք, որպեսզի մեր միսը հավասարաչափ եփի եւ գեղեցիկ տեսք ունենա վերջում մատուցելուց։ Միսը տեղափոխենք տարայի մեջ, այնուհետև համեմենք սև պղպեղ, կարմիր պղպեղ, ոխ, սպիտակ գինի, երկու երեք թեյի գտալ սոյայի սոուս, եւ մեր գործընկեր Մարանիկ ընկերության կունջուտը կօգտագործենք ասիական բոլոր համերը ստանալու համար։ Բրինձը խառնենք։ Այստեղ արդեն պետք է այսպես խառնել ամբողջ միսը։ Ձեռքով այսպես սեղմում ենք, որպեսզի ամբողջ սոուսային մասը անցնի մսի մեջ, ճիշտ համեմվի։ Թողնենք միսը հանգստանա։ Այս հարկավոր է սխտորի բջեղ, մեկ երկու բջեղ։ Սխտորները նույնպես մարացնում ենք փոքրիկ կտորների շատ։ Հանակով սեղմում ենք, այդպես շեղանկյուն, այսպես բարակ կտրվածքով կտրատում ենք մեր պղպեղները։ Այս հարկավոր է սոխ։ Սոխը նույնպես կտրատելու ենք բարակ կտրվածքով։
Այս ընթացքում սոխը մեզ ավելի շատ է պետք գալու և կարող ենք արդեն անցնել տապակմանը։ Դիթը պտղից էդ և մեզ իհարկե պետք է անարատ կարակ, որը մեզ տրամադրել է մեր գործընկեր Բարիսովկա ընկերությունը։ Մեզ այստեղ անհրաժեշտ են բուլղարական սոխի երևիկները։ Երևներ լցնելու ենք, առնելու ենք բրնձի հետ, այս փուլում, այսպեսի մեր բրինձը ամեղ ստացվի։ Եվ տեղափոխենք մեր միսը արդեն թավայի մեջ։ Այսպես մսի ջուրը ամբողջովին արդեն դուրս տվեց և ինքն իրեն ամեղ սոուսով բնական պատեց։ Թողնում ենք, որպեսզի ջուրը մի քիչ պակասի տապակվելու ընթացքում։ Այնուհետև նոր ավելացնելու ենք բանջարեղենները, որպեսզի չխաշվեն բանջարեղենները, այլ համաչափ տապակվեն։ Բայց մի քանի կծու այսպես պղպեղներ ունենք ավելացնենք։ Ծխտորի և սոյայի բույրը շատ արտահայտի զգացվում է։ Եվ արդեն ավելացնենք սոխը։ Սոխը անպայման այսպես ձեռքով լավ ճզմել է հարկավոր, որպեսզի ամբողջ հյութը կարողանանք հաղորդել մեր ուտեստին։ Ինչ միսը տապակվի, մենք այստեղ կտրատենք մաղադանոս։ Կտրատած մաղադանոսի մի մասը տեղափոխենք այսպես մեր թավայի մեջ։
Այս այստեղ նորից կունջուտ է հարկավոր, ավելացնենք, որպեսզի մասի սոուսի մեջ տապակվի եւ համեղ անփոխանցի։ Այս այստեղ պակասում է մի քիչ կարմիր պղպեղ։ Բուլղարական պղպեղները տեղափոխենք ավայի մեջ։ Բրինձը պատրաստ է։ Ավելացնենք փոքրինչ աղ եւ այս փուլում նորից փոքրին սպիտակ գինի։ Ավելացնենք աղադանոսի մյուս հատվածը, պահպանենք թարմություն եւ գեղեցկություն։ Չէ, ռոլիկներից մի մաս հիմա տեղափոխենք նորից սոուսի մեջ։ Ավելացնենք սոյայի սոուսը։ Ասիական խոհանոցում շատ օգտագործում է սոյայի սոուս։ Ես սոյայի սոուսի հիմքի վրա պատրաստած այլ սոուսներ, տերյակի, տոնկացու, մենք դեռ կանադառնանք իհարկե այդ սոուսներին եւ դրանցով պատրաստենք տարբեր ուտեստներ։ Բոլոր ասիական խոհանոցի սիրահարներին կոչ եմ անում թողնել իրենց մեկնաբանությունները եւ առաջարկել իրենց կողմից շատ սիրված ուտեստներ, որոնք հիմնականում մատուցվում են տարբեր ասիական ռեստորաններում, իսկ մենք մեր եթերների ընթացքում փորձենք անդրադառնալ ձեր կողմից առաջարկած ուտեստներին եւ պատրաստել եւ ձեզ ցույց տալ, թե ինչպես կարելի է տան պայմաններում ստանալ նմանատիպ ուտեստներ։ Կտրատենք ճիշտ պղպեղների մյուս հատվածը։ Հիմա վերցնենք ափսեն, որի մեջ կմատուցենք։
Վերցնենք Բարիսովկա ընկերության ստրատաչելա պանիրը։ Քանի կետով այսպես տեղադրենք բրնձի եւ մսի վերևի հատվածում։ Այս չերի լոլիկների մի հատվածը նորից այսպես վերևից թարմության համար ավելացնենք եւ անպայման չիլի պղպեղները։ Այս հարկավոր է կունջուտ։ Ցիտապտղի ձետ։ Եվ վերջում վերցնենք ռուկոլայի թարմ տերևներ եւ այսպես մարացնենք Պատրաստեմ մեր այսօրվա ուտեստը։ Հիշեցնեմ, պատրաստեցինք այսական խոհանոցից, տավարի մսով եւ բրնձով ուտեստ։ Օգտագործեցինք մեր գործընկեր Բարիսովկա ընկերության անարատ կաթից պատրաստված ստրատաչելա տեսակի պանիրը։ Օգտագործել ենք տավարի փափկամիս, տավարի մեջքի ֆիլե ենք օգտագործել։ Մեր գործընկեր Մարանիկ ընկերության բրինձն ենք օգտագործել եւ համեղ մուկներն ենք օգտագործել։ Բուլղարական պղպեղ, բուլղարական սոխ, չերի լոլիկ եւ իհարկե օգտագործել ենք Բարիսովկա ընկերության կարակը, որը որ մեզ տվեց շատ համեղ եւ թեթև համ։ Հուսով եմ ձեզ դուր եկավ, կհանդիպենք մեր մյուս հաղորդումների ընթացքում եւ փորձենք միասին բացահայտել նոր համի գաղտնիքներ։ Չմոռանաք թողնել ձեր մեկնաբանությունները մեր Facebook-յան եւ YouTube-յան էջերում եւ մենք անպայման կանադառնանք ձեր իսկ առաջարկած ուտեստներին եւ մեր հաղորդումներից մեկի ընթացքում պատրաստենք ձեր իսկ կողմից առաջարկած ուտեստներից որևիցե մեկը։ Բորիսովկա ընկերությունը գտնվում է Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում։ Մենք համագործակցում ենք ավելի քան 100-ից ավել գյուղացիական տնտեսությունների հետ։ Մասնագիտացած է եվրոպական տեսակի այնպիսի պանիրների արտադրությամբ, ինչպիսիք են պիցցայի մոցարելա, աղանդների մեջ օգտագործվող թարմ մոցարելա, բուրատա, կամամբեր, սուլուգունի, ինչպես նաև անարատ կաթի սերուցքից ստացված կարակ։ Մեր թարմ ու անարատ տեսականին Սյունյաց աշխարհից ձեր սեղաններին։ Մենք ուտում ենք միայն բրենդ, որի անունն է Nairi Land։ Վերանորոգում առանց շինանյութի իհարկե անհնար է։ Հոմշին խանութ սրահում կգտնեք ամեն ինչ վերանորոգման համար։ Ներսի ու դրսի դռներ, պաստառներ, սանիտարական կերամիկա, սալիկներ, լամինատ, ջահեր, հայելիներ, էլեկտրասնուցման եւ ջեռուցման համակարգեր։ Երազանքը նպատակ։ Հոմշին։ Անուշիկս արդեն գալիս է։ Ինչ կցանկանայր որ բերեի։ Ուրեմն տակ, կբերես հյուսիսատլանտյան լոսոս, թայլանդական բրինձ, կաղամ բրոկոլի հունգարական, ֆրանսիական գինի կվերցնես, աճափի բերքից, ու 90 թվից վերև չլինի։ Ու ալյուր չմոռանաս։ Իսկ ինչ ալյուր, Կանադայի հարավում աճեցրած սորենի ամուր տեսակներից ալյուր։ Ոչ քաղցրս, մարանիկ ալյուր։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։